Մեկամսյա դադարից հետո հուլիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում վերսկսվեց սրբազան պայքարի գործով դատավարությունը։ Նիստը մեկնարկեց նշանակված ժամից գրեթե 1 ժամ անց, քանի որ պրոբացիայի ծառայությունը ուշացրել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի ուղեկցումը դատարան։ Այս նիստում դատարանը քննեց շարժման մասնակիցներ Իգոր Սարգսյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցների փոփոխության հարցը։ Լսելով պաշտպանական խմբի փաստարկները և հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, դատարանը որոշեց Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, մինչդեռ Արթուր Սարգսյանի տնային կալանքը, չնայած փաստաբանների հիմնավոր առարկություններին, թողնվեց անփոփոխ։ Ավելին, նույն որոշմամբ ուղիղ արձանագրված է իդեպ եզրափակիչ մասում սահմանադրական դատարանի որոշման, այսինքն ամբողջ իրավական։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանում ընդգծեց, որ Արթուր Սարգսյանը Հայաստան դաշինքի ցուցակով ընտրվել է ազգային ժողովի 9-րդ գումարման падգամավոր և նրան տնային կալանքի տակ պահելն ու падգամավորական լիազորությունների իրականացումը սահմանափակելը սահմանադրության դրույթների կոպտագույն խախտում է։ Падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատությունից այլ կերպ զրկվել, քան ազգային ժողովի համաձայնությամբ, հայտարարեց Արամ Վարդևանյանը։ Պատվարժան դատարան հատուկ առանձին անդրադարձ կարծում եմ կարիք չկա անելու տնային կալանքի և կալանքի իրավական տեսանկյունից համարժեքությանը, կարծում եմ այստեղ մենք 1 տարուց ավել է, ինչ Բագրատ arczepiskopos Գալստանյանն ու սրբազան պայքարի շարժման ակտիվիստները գտնվում են անազատության մեջ։ Նրանց առաջադրվել են ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստության ծանր մեղադրանքներ, սակայն այս ամբողջ ընթացքում դատարանում այդպես էլ չի ներկայացվել դրանք հիմնավորող որևէ ծանրակշիռ ապացույց։ Ավելին, օրեր առաջ այս մեղադրանքների հիմնավորվածությունը կասկածի տակ է առել և Հայաստանի կառավարությունից պաշտոնական պարզաբանումներ պահանջել նաև ՄԱԿ-ի փորձագիտական խումբը։ ՄԱԿ-ին դեռևս 7 ամիս առաջ դիմում էր ներկայացրել փաստաբան Տաթևիկ Սողոյանը, հարցադրում անելով, թե արդյոք սրբազան պայքարի առաջնորդն ու շարժման անդամները քաղաքական հետապնդման չեն ենթարկվում։ Եվ այդ հարցադրումների շրջանակը և իրենց շեշտադրումները արդեն հստակ իրենց մեջ պարունակում են գնահատական, որ այն ինչը որ անում է Հայաստանի Հանրապետությունը մեղմ ասած ապօրինի է։ Ինչու՞։ Որովհետև էլի եմ ասել, բայց մեկ անգամ էլ կրկնեմ։ Մենք թեև ներկայացրել ենք խախտումների ամբողջ կոնտեքստը, այսինքն թե ինչու է այս ամեն ինչը քաղաքական հետապնդում, որ այս հետապնդումը չի սկսել օրինակ անցած տարի հունիսի 25-ից, այլ սկսել է դրանից շատ ավելի շուտ, հունիսի 12-ի դեպքերը եւ այլն, այսինքն ամբողջ կոնտեքստը ցույց տված է եղել։ Բայց մենք մի հարցի վրա էինք շեշտադրումը արել, ասել էինք խնդրում ենք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հակաահաբեկչական պայքարի դեմ գծով, ասել ենք խնդրում ենք մի հարց տվեք մեր կառավարությանը, թե ինչքանով է այս իրավիճակը նորմալ ահաբեկչություն որակել, ինչքանով է կարող է մենք ենք ահաբեկչության մասին մի քիչ աղավաղված պատկերացումներ ունենք, ինչ որ նոր ահաբեկչագիտություն կա, որը ասում է, որ այս խլապուշկաներով հնարավոր է ահաբեկչություն անել։ Ասել ենք խնդրում ենք այս հարցի պատասխանը ստացեք, բայց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, երբ որ տեսել էր այս հայտարարությունը, չի սահմանափակվել ընդհանրապես ահաբեկչության հիմնավորումները խնդրելով։ Ինքը ներառել է նաև սեփական նախաձեռնությամբ այլ զեկուցողների, այլ ոլորտների, որոնք վերաբերվում է կամայական ազատազրկումներին, դատական համակարգի անկախությանը, արտահայտման ազատությանը, հավաքների ազատությանը, տեսել է, որ այստեղ մի խումբ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներ են խախտված ու նաև այդ հարցերով է շատ կոշտ հարցադրումներ ուղղել։ Պետք է գնանք յուրաքանչյուր հարցի հետևից, ինչպես նաև այս պարագային մեր պաշտպանն Տաթևիկ Սողոյանը ինքը նախաձեռնել, ինքը դիմել, ինքը գնացել է հետևից եւ ահավասիկ այսպիսի կարծիք առաջին անգամ ստացվել, հաջորդականը կլինի եզրակացություն, որ կարծում լավ մեծ ապտակ է լինելու, բայց խնդիրը հետեւյալն է, ինձ համար ամենակարևորը, առաջին, որ այլևս հիմա այս պահին արձանագրված փաստ է, որ գոնե կարծիքի մակարդակով ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից կամ միջավայրից ավելի ճիշտ
հայտնում են, որ այս կասկած են հայտնում, որ Հայաստանում այսպիսի դեպքեր են տեղի ունենում։ Եվ դա միայն մեզ չի վերաբերում, այլ ընդհանրապես այնտեղ 109 եւ ավելի մարդկանց մասին է։ Շրջանակը պետք է նաև մեծացվի։ Սա ամենակարևոր հարցն է ինձ համար, որ վաղը մյուս օր այս իշխանությունները որևէ ձևով, ինչպես մինչև այսօր ասում էին, քաղաքականավոր չկա Հայաստանում, փաստեք, միջազգային որևէ հայտարարություն չկա եւ այլն, ահավասիկ։ Սա որպես առաջին ծիլ է։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։